Պարոն Մինասյան, եթե այսօր պետք է սկսել փոփոխությունը, որտեղից պետք է սկսել, բանակից, կրթությունից, ընտանիքից, թե մտածողությունից։ Գիտեք, ամեն ինչ սկսվում է մտածողությունից։ Դա ակնհայտ փաստ է։ Առանց մտածողության ոչ միտեղ փոփոխություն չի լինում։ Ինչ վերաբերվում է ընտանիքին, այո, ընտանիքից պետք է սկսվի եւ պետությունը պարտավոր է հեռուստաժամերի միջոցով դասընթացներ կարդալ ծնողների համար, թե ինչպես պիտի զարգացնեն իրենց երեխային։ Ինչ վերաբերվում է բանակին։ Գիտեք, բանակը իսկապես հայլային արտացոլանքն է ժողովրդի։ Ինչպիսի ժողովուրդ ունես, այնպիսին էլ բանակ ես ունենում։ Բայց չմոռանանք եւս մի բան։ Բանակը կարևորագույն դերակատարություն ունի, որովհետև բանակում այդ տարյուկես 2 տարվա մեջ մարդը գիշեր ցերեկ սովորում է ապրել իր ընկերների, ստեղծվում է փոքրիկ միջավայր, միջավայրի հետ է ապրում եւ չմոռանանք, որ բանակում կարևորագույնը ձևավորվում է հայ մարդը եւ ձևավորվում է հայ ընտանիքի հայրը, որը արդեն գիտի ինչպես պիտի դաստիարակի ինքը իր զավակին, որ եւ հասարակության մեջ, եւ բանակում, եւ ցանկացած միջավայրում կարողանա իրան դրսևորել որպես արժեքավոր մարդ։